հարցը հիմնական զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, համեցեք։ Շնորհակալություն, հարգելի պարոն Ռուբինյան, հարգելի պատգամավորներ, ներկայացնում եմ նախադպրոցական կրթության մասին օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագիծը, որով ըստ էության երկու ուղղությամբ ենք փոփոխություններ նախաձեռնում։ Առաջին ուղղությունը, որը կարևորում եմ շեշտադրել, նախադպրոցական կրթության ոլորտի հասանելիության մեծացումն է։ Գիտեք, որ սա կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից է եւ այստեղ պետք է նշել, որ բավականին մեծ առաջընթաց ունենք, մասնավորապես 2021 թվականի նկատմամբ 17%-ով աճել է 3-ից 5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական կրթության ոլորտում եւ հիմա այլ 500 մանկապարտեզների եւ նախակրթարանների մեծածավալ ծրագրի ամփոփիչ փուլում ենք, արդեն ավելի քան 300 մանկապարտեզներում եւ նախակրթարաններում աշխատանքները ավարտված են եւ մինչեւ տարեվերջ այս կարևորագույն ծրագրի սահմանված թիրախները կապահովվեն, սակայն այս աշխատանքների իրականացման ընթացքում կարիք ունենք նաեւ անընդհատ ուշադիր լինել եւ լավարկել ու բարելավել այն ընթացակարգերը, որոնք թույլ են տալու նաեւ ավելի մեծ ընդգրկվածություն ապահովել մեր երեխաների կրթության համար։ Եվ այդ պայմաններում է նաեւ, որ առաջարկվել է այս փոփոխությունը մասնավորապես նախատեսելով, որպեսզի նախակրթարանները ունենան հնարավորություն ընդունելու երեխաներին 4-ից 6 տարեկան տարիքային խմբում, եւ սա նշանակում է, որ այժմ գործող 5 տարեկանի փոխարեն նախակրթարան կունենան հնարավորություն հաճախելու նաեւ 4 տարեկան երեխաները, եւ սա կարեւոր եմ համարում հատկապես օրինակ քաղաքային բնակավայրերում, որտեղ մենք գիտենք, որ երբեմն գոյանում են հերթեր եւ ոչ բոլոր երեխաներն է, որ կարողանում են ավելի վաղ փուլում ներգրավել նախադպրոցական կրթության մեջ եւ նախակրթարաններում տարիքային այս շեմի փոփոխությունը հնարավորություն կտա նաեւ, որ ավելի մեծ թվով երեխաներ կարողանան նախակրթարաններում լինել եւ նախադպրոցական կրթություն ստանալ, որը պետք է ասել ունի վճռորոշ ազդեցություն նրանց հետագա կրթական արդյունքի համար։ Եվ կարևորում եմ, որ մենք այն բոլոր բնակավայրերում, որտեղ նախակրթարանը միակ հաստատությունն է, որտեղ հնարավոր է ունենալ նախադպրոցական կրթություն, ինչը նշանակում է, որ մանկապարտեզներ տվյալ բնակավայրերում չկան, այս պարագայում մենք նախատեսում ենք, որ նախակրթարան կկարողանան հաճախել 3-ից 6 տարեկան երեխաները, եւ սա էլ հնարավորություն է ավելի ճկուն եւ այլընտրանքային միջոցներով նաեւ ապահովել այն բնակավայրերում, որտեղ կան փոքրաթիվ թվով նախադպրոցական տարիքի երեխաներ, նրանց դուրս չթողնել կրթությունից եւ ապահովել նաեւ նրանց նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված լինելու հնարավորությունը եւ ընդ որում պետք է ասեմ, որ այս պայմաններում արդեն մենք ըստ էության գրեթե բոլոր բնակավայրերում հասել ենք նախադպրոցական կրթության հասանելիության եւ սա էլ հնարավորություն կտա, որպեսզի ավելի շատ երեխաներ դրա շահառուն լինեն։ Երկրորդ փոփոխությունը, որը վերաբերում է նաև հարակից օրենքների փոփոխություններին, վերաբերում է հավաստագրման կարգին։ Ինչպես գիտեք, ուսումնական հաստատության ղեկավարման համար պարտադիր է հավաստագրի առկայությունը եւ հավաստագիրը առաջին հերթին վկայում է, որ տվյալ անձը, ով որ ունի ցանկություն որևէ կրթական մակարդակում հաստատություն ղեկավարել, տիրապետում է այդ ոլորտի օրենսդրությանը, այն տարրական ընթացակարգերին, որոնք պարտադիր են ոլորտի որևէ հաստատություն ղեկավարելու համար։ Այս պահին գործող ընթացակարգերով նախադպրոցական հաստատությունները առանձին հավաստագրման ընթացակարգ են անցնում, դպրոցների պարագայում առանձին եւ քոլեջների պարագայում առանձին։ Եվ ինչ ենք մենք նախատեսում, մենք նախատեսում ենք, որ այստեղ ունենանք միասնական ստանդարտ, որովհետեւ յուրաքանչյուր կրթական մակարդակի օրենսդրության մեջ սահմանված էին հավաստագրման տարբեր պահանջներ եւ միասնական ստանդարտի պարագայում մենք կրթության օրենքում սահմանել ենք բոլոր ոլորտների, բոլոր մակարդակների հավաստագրման համար միատեսակ ստանդարտ եւ այս փոփոխությամբ նաեւ այդ համապատասխան խմբագրումներն են իրականացնում առանձին ոլորտային օրենքներում եւ սա հնարավորություն կտա, որպեսզի մենք նաեւ ընդլայնենք հավաստագիր ունեցողների դաշտը, տանք հնարավորություն, որպեսզի կրթական հաստատության ղեկավարման ցանկություն ունեցող անձը մեկ անգամ process անցնելով նաեւ կարողանա ընտրել եւ ըստ իր ցանկության, օրինակ, եթե ուզում է փորձել ուժերը եւ քոլեջի կամ դպրոցի կառավարման ուղղությամբ ջանք դնել, ապա վարչարարության տեսանկյունից կունենա շատ ավելի հեշտ հնարավորություններ, ցուցաբերելով իհարկե անհրաժեշտ գիտելիքն ու հմտությունները, ստանալ հավաստագիր, որը կկարողանա կիրառել տարբեր կրթական մակարդակների հաստատությունների ղեկավարման համար։ Այս ստանդարտի եւ այս միասնական վարչարարության ներգրավումը ոլորտում կընդլայնի մրցակցության
հնարավորությունները եւ հնարավորություն կտա մեզ ընտրել ավելի լավ կառավարիչներ մեր ուսումնական հաստատությունների ղեկավարման համար, ինչը թույլ տվեք ասել ամենավճռորոշ պայմանն է նաեւ այդ հաստատություններում կրթության որակի հետագա ապահովման համար։ Հետևաբար սա կարևոր փոփոխություն է, որը առիթ ունեմ այսօր ներկայացնելու եւ այդ իսկ պատճառով էլ ակնկալում եմ նաեւ խորհրդարանի աջակցությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար հերթագրում։